Վերջին 3 տարում Երևանում շուրջ 55 հեկտար նոր կանաչ տարածք է ավելացել, որից 44 հեկտարը քաղաքային անտառներն են։ Շինարարական աղբի տասնամյակներով կուտակած բլրակների, աղբանոցի, այսպես կարող եմ ասել, վրա հիմնել ենք այն, ինչը կտեսնեք հիմա։ Անասանելի, դժվար և բարդ աշխատանքներ են կատարվել։ Տասնամյակներ շարունակ անխնամու շինաղբով պատված Եռաբլուր զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հեկտար տարածքում նոր քաղաքային անտառ է։ Կանաչապատումը ահռելի է, տեսանելի աչքը չի կարող, սա անտեսի ասի, ոչինչ չի արվել։ Բավականին բարդ է եղել, երբ փորեցինք այդ փոսերը այդ շինաղբի մեջ, հետո տեսանք, որ ամբողջը ծակ է, այսինքն մենք հասկացանք, որ ծառը տնկենք, հողը լցնենք, ջուրը ջրենք, ջուրը փախնելու է գնա այդ անցքերով, ծառը մնա ծարավ։ Հետևաբար իջեցրեցինք Երևանյան լիճը, մենք գիտեինք, որ նրա տակ տարիներով շարունակ կուտակված տիղմ կա։ Այդ տիղմը այնտեղից հանեցինք, բերեցինք ավտոմեքենաներով, այն թոնիրները ոնց է լինում, այդ թոնիրների նման, այդ տիղմը ծեփելով փակեցինք այդ անցքերը, նոր դրանից հետո կատարեցինք տուն, սա երեխայի նման պիտի պահես։ Պիտի ամեն ինչը տեղը պահես, նամանավանդ, որ մենք նաև գիտենք, որ նման ռիսկային հատվածում ենք տնկել, այսինքն բնական գրունտի մեջ գոնե չենք տնկել, բնականաբար դողալով են պահել։ Քարակույտերով պատված տարածքն ամբողջովին ռեկուլտիվացված է։ Փարքի անտառում անցկացվել է 7 կիլոմետր ոռոգման նոր ցանց։ Ծառերի կպչողականությունը գերազանցում է 94%-ը։ Տեսանք կանաչապատ տարածք, տեսանք այն քարտեզը, որտեղ մինչ այս էր եւ այն հիմա ինչ որ մենք բոլորս տեսնում ենք, այս ամենը շատ կարեւոր գործ է արված։ Փարոսի անտառը որպես փարոս այլևս կայացած է։ 28 հեկտար անտառ այգին այսօր պտղաբերում է։